Բեմ եմ հրավիրում Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Շնորհակալ եմ շատ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հարգելի մշտական ներկայացուցիչ, Հայաստանում հավատարմագրված հարգելի դիվանագետներ, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության տեղական ինքնակառավարման հարգելի ներկայացուցիչներ, հարգելի ներկաներ, ողջունում եմ բոլորիդ հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովում, նախ կարծում եմ իմաստ ունի արձանագրել, որ հանրային ոլորտի աշխատանքի որակը շատ ուղղակի նշանակում է հանրության կյանքի որակ եւ կարծեմ թե եւ իմ տպավորությունն այսպիսին է, որ այս փոխկապակցվածությունը միշտ չի եւ ամեն տեղ չի, որ ընկալված է եւ որպեսզի մենք հանրության կյանքը դարձնենք ավելի որակյալ, պիտի ավելի որակյալ դարձնենք հանրային ոլորտի կառավարումը։ Իսկ որպեսզի ավելի որակյալ դարձնենք հանրային ոլորտի կառավարումը, ընդհանրապես որևէ բան ավելի լավը դարձնելու համար կա մի գործիք։ Դա լրացուցիչ ներդրումներն են այլ ոլորտում։ Ընդհանրապես մեր մտածողությունը շատ տեղերում արտա համակարգային եւ արտապետական է, եւ մենք շարունակում ենք ընկալել, թե կարելի է չանել ներդրում եւ ունենալ լավարկում։ Ասենք էնտուզիազմի, էմոցիայի, նվիրվածության եւ այլնի վրա, ընդ որում էմոցիայի, էնտուզիազմի, նվիրվածության գործը եւ գործառույթը երբեք չի կարելի նսեմացնել, բայց դե չկա ենթակառուցվածք, որը էմոցիան եւ էնտուզիազմը տրանսֆորմացնի եւ դարձնի արժեք, այդ դեպքում էմոցիան, էնտուզիազմը շատ կնմանվեն լոլիկի ճիչերին, ինչի մասին մեր հարգելի բանախոսը քիչ առաջ նշեց։ Բայց մեր իրականության մեջ հանրային ոլորտը լավարկելու մի ուրիշ խնդրեմ էլ կա, որովհետև հանրային ոլորտը եւ մենք դա պետք է խոստովանենք, մենք դա չենք խոստովանում, առնվազն ենթագիտակցական եւ էմոցիոնալ մակարդակում որոշակիորեն դեմոնիզացված է։ Եվ սա կապված է մեր պատմական փորձառության հետ, որովհետև մեր մի քանի հարյուրամյա պատմական փորձառությունը ինչ է ցույց տվել։ Մենք առնչվել ենք հանրային այնպիսի ոլորտի հետ, որը բռնաճնշող է, որը ոչնչացնող է, որը արգելակող է եւ որը խանգարող է։ Այսպիսին է մեր վերջին 500 տարվա պատմական փորձառությունը որոշակի բացառություններով։ Եվ այս ընկալումը մեր իրականության մեջ շարունակում է մնալ, մինչդեռ իրականությունն այն է, որ հանրային ոլորտը այն ռելսերն են, որով ընթանում է մեր հանրային կյանքի գնացքը։ Մենք կարող ենք գնացքի վրա անել հնարավոր ամենամեծ ներդրումները։ Այդ գնացքի նստատեղերը եւ վագոնները ընդհանուր ոսկե ջրեր։ Բայց եթե ռելսերի վրա պատշաճ ներդրումներ չեն արված, այդ գնացքը կամ պարզապես չի շարժվի տեղից, կամ շատ հաճախ վթարի կենթարկվի, ինչը մեր իրականության մեջ եկեք խոստովանենք, որ շատ հաճախ պատահում է։ Մեզ շատ կարևոր է ի վերջո արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացի իր անձնական բարեկեցության վրա չի ունենում եւ չի կարող ունենալ այնքան ազդեցություն, ինչքան իր այդ քաղաքացու բարեկեցության վրա ազդեցություն է ունենում հանրային կառավարման ոլորտը։ Եվ հետեւաբար հանրային կառավարման ոլորտի նկատմամբ մեր հանրային վերաբերմունքի փոփոխությունը ամենակարևոր անելիքներից մեկն է, որը մենք պետք է անենք։ Ես ելի ուզում եմ ընդգծել Հայաստանի Հանրապետության ոչ մի բացարձակապես ոչ մի ընտանիք
իր սեփական բարեկեցության վրա չի ծախսում եւ չի կարող ծախսել այնքան, ինչքան այդ նույն ընտանիքի բարեկեցության համար ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն եւ համայնքային բյուջեները։ Բացառված է, չկա այդպիսի մի եզակի օրինակ Հայաստանի Հանրապետությունում, մենք Հանրապետությունում չունենք գեթ մեկ ընտանիք, գեթ մեկ անհատ, որ իր անձնական բարեկեցության համար ծախսում է ավելի շատ, քան այդ նույն մարդու անձնական բարեկեցության համար ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու յուրաքանչյուր վճարած ամեն դրամ հարկը այդ քաղաքացում վերադարձվում է տասնապատիկ անգամ ավել։ Տասնապատիկ անգամ ավել։ Եվ սա ընդ որում ճշգրիտ բանաձև է, եթե քաղաքացին վճարում է մի դրամ, իրեն վերադարձվում է 10 դրամ։ Եթե քաղաքացին վճարում է 10 դրամ, իրեն վերադարձվում է 100 դրամ։ Եթե քաղաքացին վճարում է 100 դրամ, իրեն վերադարձվում է 1000 դրամ։ Եվ անդրադառնալով հանրային ոլորտի նորարարությանը, ինչ է նշանակում նորարարություն։ Նորարարությունը կրթություն է, որովհետև առանց կրթության հնարավոր չի անել նորարարություն, որովհետև նոր բան անելու համար պետք է նոր բան իմանալ։ Նոր բան իմանալու համար պետք է կրթություն։ Եվ այս է պատճառը, որ կառավարության վերջին առնվազն 1 տարվա քաղաքականությունը, 1.5 տարվա քաղաքականությունը ուղղված է հետևյալին։ Մենք մեծ ներդրումներ ենք անում հանրային ոլորտում, ընդ որում այդ ներդրումներով հանրային կառավարման ոլորտում ներդնելով կրթության ինքնաշխատ համակարգեր։ Մենք այնպես ենք անում, որ հանրային ոլորտում կրթությունը դառնա մոտիվացիա եւ կրթության արդյունքում ձեռք բերվի աշխատանքի եւ նորարարության նոր մոտիվացիա, նոր գիտելիք եւ նոր ըմբռնում։ Եվ այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ հազարավոր պետական ծառայողներ այսօր այդ ներդրումների եւ այդ ծրագրի շնորհիվ անդրադառնում են իրենց կրթությանը։ Աշխատանքից հետո նրանք տարբեր կրթական ծրագրերի են մասնակցում, վերապատրաստումների բարձրացնելու համար իրենց որակավորումը, բարձրացնելու համար իրենց աշխատանքի որակը, եւ դա առաջին հերթին արվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Հայաստանում ապրող մարդկանց կյանքը բարելավելու համար։ Ցանկացած խնդիր եւ ցանկացած խնդրեմ չլուծված, որ մենք այսօր տեսնում ենք, դա մեր իսկ նախկինում հանրային կառավարման ոլորտում չարված ներդրումների հետևանք է։ Չարված ներդրումների հետևանք։ Որովհետև գիտեք ինչ, այսօր հանրային կառավարման ոլորտում կան բազմաթիվ պրոֆեսիոնալ եւ գիտակ մարդիկ, բայց ես ուզում եմ ասել նաեւ, որ առանձին վերծրած գիտելիքը ինքը չի կարող տալ արդյունք, որովհետև գիտելիքը նույնպես պետք է տեղադրված լինի ճիշտ տեղում եւ ճիշտ համակարգի մեջ։ Մի օրինակ կա, որ ամենաշատ տպավորություններից մեկն եմ ստացել այդ օրինակից, երբ որ Միացյալ Նահանգների դեպի լուսին Ապոլոն ծրագրի մեկնարկի համար աշխատել են ավելի քան 400,000 գիտնական։ 400,000 գիտնական։ Սա նշանակում է, որ եթե այդ երկրում լիներ ոչ թե 400,000, այլ 250,000 գիտնական, այդ դարակազմիկ ծրագիրը պարզապես տեղի չէր ունենա։ Մենք իհարկե մեր հազարամյա պատմության ընթացքում երբեք չենք պլանավորել եւ ցավոք այսօր էլ չենք պլանավորում թռնել լուսին։ Եվ դրա համար կա ընդամենը մի պատճառ։ Այդ 400,000 գիտնականի եւ պրոֆեսիոնալի բացակայությունը։ Որտեւ եթե լիներ այդ 400,000 պրոֆեսիոնալը եւ գիտնականը, որը մեկը կարող է բացատրել, ինչու պիտի մենք հրաժարվեինք լուսին թռնելուց։ Ինչու։ Որևէ պատճառ չկա։
Սա այն դեպքն է, կներեք այդ կոպիտ օրինակի համար, 1000 ներողություն այդ կոպիտ օրինակի համար, այդպիսի ասացված կա, չէ, որ ասում են աղվեսի դունչը չի հաշնում խաղողին, ասում է խակա։ Լուսին թռնելը մեզ համար խակա, իսկապես խակա, որովհետև գարունը նոր է բարձվել և միրգը հասնելուն դեռ շատ ժամանակ կա։ Ամփոփելով ուզում եմ շնորհակալություն հայտնել համաժողովի կազմակերպիչներին և ուզում եմ շնորհակալություն հայտնել հանրային ոլորտի բոլոր այն աշխատողներին, ովքեր զբաղվում են իրենց կրթությամբ, ովքեր զբաղվում են իրենց պրոֆեսիոնալ մակարդակի շարունակական բարձրացմամբ, ովքեր խթանում են, որպեսզի հանրային ոլորտի աշխատողները լրացուցիչ մոտիվացիա ունենան իրենց պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման և շնորհակալություն նրանց, ովքեր իրենց իմացածը վեր են ածում հանրային արդյունքի, ի դեպս հանրային ոլորտում նորարարություններ անելու։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն կարևոր շեշտադրումների համար, իսկ այժմ ժամանակն է անցնելու օրվա ամենասպասված հատվածին։ Մենք սկսում ենք հանրային ոլորտի նորարարության 2026 մրցանակաբաշխությունը։ Մինչև կբացվեն առաջին ծրարները, ուզում եմ հիշեցնել, որ այս մրցանակները սոսկ գնահատական չեն անցյալում կատարված աշխատանքի համար։ Սա վստահության մանդատ է ապագայի համար, փաստելու, որ պետական համակարգի զարգացման միակայուն ճանապարհը նորարարությունն է։ Մենք ունենք 4 անվանակարգ, որոնցից յուրաքանչյուրում ներկայացված են նախագծեր, որոնք արդեն իսկ ապացուցել են իրենց կենսունակությունը ու չափելի արդյունքներ են ապահովել մեր քաղաքացիների համար։ Մրցանակաբաշխության հաղթողներն ընտրվելու են 4 անվանակարգերում։ Յուրաքանչյուր անվանակարգում կընտրվի 1 մրցանակակիր։ Ընտրության գործընթացն իրականացվել է 3 փուլով։ Բաց մրցույթ հանրային հաստատությունների և ծառայողների շրջանում, նախնական ընտրություն և ժյուրիի կողմից իրականացվող վերջնական ընտրություն։ Ժյուրիի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը, իդեմս մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչության պետ Լիլիա Աֆրիկյանի, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակը, իդեմս ղեկավար Վիկտորիա Այդինյանի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, իդեմս նախարարի խորհրդական Վահան Հունանյանի, մասնավոր հատվածը, իդեմս Ամերիա ընկերությունների խմբի կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի, ՄԱԶԾ-ն, իդեմս նորարարության և կայուն զարգացման նպատակներ ֆինանսների պորտֆելի ղեկավար Տիգրան Ճորոխյանի, մրցանակաբաշխությանը նախատեսվում է հանձնել 2 մրցանակ յուրաքանչյուր անվանակարգում։ Մրցանակներից մեկը կխրախուսի անհատական կամ թիմային ջանքեր և կշնորհվի հաղթող նորարարներին։ Մյուսը կշնորհվի մրցանակակիրների հաստատությանը, իդեմս ղեկավարին։ Հաղթողներին որպես պարգև կհանձնվի արհեստական բանականության գործիքի տարեկան բաժանորդագրություն, անձնական և աշխատանքային բնագավառում աճին, նորարարության և արտադրողականության բարձրացմանը նպաստելու նպատակով։ Եվ այսպես ուշադրություն էկրանին։ Ամենքերորդանի ամենաքան ռեսուրսը ժամանակ ու տվյալներն են։ Թվային լուծումներով խթանված նորարարությունը ջնջում է ժամանակի և տարածության սահմանները, ծառայությունները դարձնելով հասանելի, մատչելի, հարմարեցված անհատական կարիքների, իսկ հանրային ծառայողին տալիս է հնարավորություն կայացնելու փաստահեղ և արդյունավետ որոշումներ։ Այսօր
Հետաքրքիր, մենք այստեղ ենք տեսնելու հենց այդ փոփոխությունների դեմքը եւ հենց այդ պատճառով մենք այս անգամ Ալեքսանդր Թումասյանին Աննա Հարությունյան Թվային Հաղթողը Աննա Հարությունյանն է, ներքին գործերի նախարարության թվայնացման հարցերով խորհրդական։ Բացառիկ համբերական ու հետևողական Աննա Հարությունյանը հաջողել է թվային նորարարությունը վերածել շոշափելի հարմարավետության, վերացնելով դժվարությունները, որոնք մարդիկ հաղթահարում էին մեքենաների առք ու վաճառքի ժամանակ։ Այսօր Հայաստանում տրանսպորտային միջոցի առք ու վաճառք ու սեփականության իրավունքի փոխանցումը հնարավոր է անել մի քանի րոպեում, օրվա ցանկացած ժամի, աշխարհի ցանկացած վայրից։ Տվյալների շտեմանաների խելացի ինտեգրման շնորհիվ համակարգն ինքնաշխատ եղանակով կատարում է բոլոր ստուգումները, մարդուն ազատելով ձգձգվող վարչարարությունից։ Թվերը նույնպես խոսում են։ 2025 թվականի սեպտեմբերից ավելի քան 800 քաղաքացի օգտվել է այս հնարավորությունից։ Ծառայությունը մատուցվում է 24/7 ժամանակացույցով, ապացուցելով, որ ներքին գործերի նախարարությունը կարող է լինել ճկուն, տեխնոլոգիական եւ որ ամենակարևորն է քաղաքացու կողքին։ Թվային լուծումներով կթանված նորարարության անվանակարգ մրցանակ ստանալու համար արդեն բեմում են ներքին գործերի նախարարության թվայնացումը համակարգող խորհրդական Աննա Հարությունյանը եւ սիրով բեմ եմ ուզում հրավիրել նաեւ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, ինչպես արդեն նշեցինք, մենք ունենք երկու անվանակարգ, հաստատությունը եւ մասնավորապես հենց ոլորտի ներկայացուցիչ նորարարը։ Շնորհավորում եմ ներքին գործերի նախարարությանը եւ Տիկին Հարությունյանին, սա իսկապես այն դեպքն է, երբ թվային լուծումները, թվային բառը դառնում է իսկապես խնայված ժամանակ եւ հարմարավետություն է ստեղծում մարդկանց համար։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, իսկ այժմ մենք շարունակում ենք բացահայտել մեր լավագույն նորարարներին ու դրանց հեղինակներին, ուշադրություն էկրանին։ Տեխնոլոգիաներն ամեն օր հեղափոխում են բազմաթիվ ոլորտներ, այսօր եւ հիմա օգնում են ապահովել ճշգրիտ ու արդար կառավարում։ Այս անվանակարգը նվիրված է նորարարական այն նախաձեռնություններին, որոնք բարձր տեխնոլոգիաների եւ մարդու համագործակցության հանրային քաղաքականությունների մշակումն ու իրականացումը դարձնում են ավելի արդյունավետ եւ տվյալահենք։ Քանի որ բնական պաշարների նկատմամբ արդյունավետ վերահսկողությունը նախև առաջ դա հանրային սեփականության պաշտպանությունն է եւ վերահսկողություն, ապա այս անվանակարգը հայտարարելու համար, հաղթողին հայտարարելու համար, այստեղ բեմ եմ հրավիրում բնապահպանական ակտիվիստ, ձեռնարկատեր Արտուշ Եղիազարյանին Գյումրիից։ Հաղթող է ճանաչվել Վահան Գրիգորյան։ Շնորհավոր։ Եվ այսպիսով այս անվանակարգում նորարարական լուծումների ներդրման համար սիրով այստեղ բեմ եմ հրավիրում բնապահպանության եւ ընդերքի տեսական մարմնի ընդերքի վերահսկողության վարչության պետ Վահան Գրիգորյանը։ Նա համակարգել է անօրինաչափ թռչող սարքերի կիրառման ժամանակակից համակարգի ներդրումը, տվյալների եւ սարքավորումների միջոցով պետական վերահսկողությունը դարձնելով ավելի արագ եւ թափանցիկ։ Նոր գործիքները դրաններն են հեռահար մոնիտորինգը, բարձր ճշգրտության պարտեզագրումն ու 3D չափագրության համակարգերը։ Վերահսկողության որակապես նոր մակարդակը թույլ է տալիս բարելավել ցուցանիշները բազմաթիվ ուղղություններով։ Վերջին 3 տարիներին հաջողվել է 5 անգամ ավելի արդյունավետ հայտնաբերել ապօրինի ընդհանուր օգտագործման դեպքերը։ Չափագրումներից ավելացել է շուրջ 8 անգամ։ Պետությանը հասցված վնասի վերականգնումն աճել է 27 անգամ, գերազանցելով 26 միլիարդ դրամ։ Սա պետական ռեսուրսի հսկայական հնարավորություն է եւ արդյունավետության բարձրացում։ Տեխնոլոգիան պետության ձեռքում դարձել է հզոր զենք, հանուն արդարության եւ բնական պաշարների պահպանման։
Մրցանակները ստանալու համար բեմ եմ հրավիրում բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության վարչության պետ Վահան Գրիգորյանին եւ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին։ Շնորհակալություն պարոն Գրիգորյան, շնորհակալություն պարոն Մարտիրոսյան այս կարևոր ձեռքբերման համար, քանի որ սա մեր շրջակա միջավայրի պաշտպանության եւ տեխնոլոգիական վերահսկողության մի նոր մակարդակի մասին է։ Իսկ մենք շարունակում ենք եւ նորից ուշադրություն էկրանին։ Մարդակենտրոն նորարարություն անվանակարգը պետության ողբատարության մասին է, որը հասցեագրում է յուրաքանչյուր քաղաքացու խնդիրը միաժամանակ խնդրելով հանրային ծառայությունները շատերի համար առավելագույնս հասանելի դարձնելու լուծումներ։ Ջնջելով աշխարհագրական անհավասարությունը, նորարար գործիքները ծառայում են մարդու կյանքն ավելի հարմարավետ ու արդար դարձնելու։ Ինչպես նշեցինք, այսօր նորարարության գլխավոր գնահատողը հենց մեր քաղաքացին է եւ մարդակենտրոն նորարարություն անվանակարգի հաղթողին հայտարարելու համար սիրով բեմ եմ ուզում հրավիրել Սառնախբյուրի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մերի Հովհաննիսյանին։ Եվ հաղթող է ճանաչվում Ռաիսա Ավետյանը։ Այս ամանակարգի հաղթողը Ռաիսա Ավետյանն է, ԿԿՄՍ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հեռավորուսուցման կազմակերպման բաժնի ղեկավարը։ Նա տեխնոլոգիան դարձրել է կամուջ հանուն երեխաների կրթության իրավունքի ու երազանքների իրականացման։ Նորարարությունը լուծել է գյուղական համայնքներում տարիներ շարունակ առկա ուսուցիչների թափուր հաստիկների խնդիրը, հասնելով Հայաստանի հեռավոր անկյուններում ապրող բոլոր աշակերտներին։ Մասնագետների ֆիզիկական բացակայությունը լրացվել է համակարգչային ուղիղ կապով 250 գյուղական դպրոցի 10,000 աշակերտների հետ։ Համակարգի ներդրման արդյունքում 400 ուսուցիչ զարգացրել են իրենց հմտություններն ու դարձել կրթական նոր մշակույթի առաջամարտիկներ։ Այս մոդելը վկայություն է, որ պետական համակարգը կարող է լինել ճկուն ու մարդակենտրոն, թույլ չտալով, որ որևէ երեխա դուրս մնա կրթական գործընթացներից։ Մրցանակները ստանալու համար սիրով բեմ եմ հրավիրում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հեռավորուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Ռաիսա Ավետյանին, իսկ որպես հաստատություն մրցանակը ստանալու համար սիրով բեմ եմ հրավիրում նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին։ Շնորհավորում եմ Տիկին Ավետյանին եւ նախարար Ժաննա Անդրեասյանին։ Մարդակենտրոն նորարարությունը դա իսկապես հզոր գործիք է մարդկանց կյանքը պարզեցնելու եւ հնարավորությունների սահմանները ընդլայնելու համար, եւ սա այն դեպքն է, երբ հեռավար համայնքների աշակերտները հնարավորություն են ստանում որակյալ կրթություն ստանալու։ Ժամանակն է ներկայացնել մեր վերջին անվանակարգը՝ ուշադրություն էկրանին։ Պատկերացրեք պետական կառավարման այնպիսի համակարգ, որի ամեն մասնիկը ճկուն է, անընդհատ կատարելագործվում ու արագ ադապտացվում է ըստ օրվա կարիքների։ Պատկերացրեք պետական կառույցներ, որոնք ունակ են ներքին կարողություններ կուտակել ու զարգանալ։ Կառավարման նորարարություն համակարգում մենք հենց նման համակարգերն ենք դիտարկել։ Համակարգեր, որոնց կենտրոնում մարդն է, պետական ծառայողը, իսկ մերօրյա բոլոր նորարար գործիքները արհեստական բանականությունից մինչև տվյալահեն կանխատեսումները, նրա աջակիցներն են Հայաստանի քաղաքացիներին ծառայելու իրենց առաքելության իրականացման ճանապարհին։ Այս նշանակալի անվանակարգի հաղթողին հայտարարելու մեծ պատիվը վստահված է մեր պետության ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ նորարարական օրակարգին աջակցող մեր առանցքային գործընկերներից մեկին եւ բեմ եմ ուզում հրավիրել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։
It's like the Oscar ceremony. Araik Yesayan. Thank you. Կառավարման նորարարություն համանակարգի մրցանակը տրվում է պետական երկու կառույցների՝ ֆինանսների նախարարությանն ու աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը։ Այս մրցանակի գլխավոր գործող անձանցից է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Եսայանը։ Նա կառավարման նորարարությունը տեսական քննարկումներից տեղափոխել է աշխատող մոդելների դաշտ։ Հաջողության առանցքում Spark նորարարական հարթակն է, ռազմավարական և մարդկային ռեսուրսների կառավարման նոր փիլիսոփայությանը։ Հարթակի ճարտարապետությունը թույլ է տալիս կառավարման 5 դրամաբանությունից անցնել մարդկային ներուժի բացահայտման ու իրացման նոր մոտեցման, ինչպես նաև ավելի արդյունավետ հասնել պետական կառույցի ռազմավարական նպատակներին։ Համակարգն առաջնային է համարում մարդու որակական աճը, ուշադրության կենտրոնում է պահում կարողությունների զարգացումը։ Խրախուսվում է նախաձեռնողականությունն ու խիզախ նորարարությունը։ Այն մարդուն թույլ է տալիս տեսնել իր ամենօրյա աշխատանքի կապը պետության ռազմավարական ավելի մեծ նպատակների հետ, մոտիվացնում է ու նպաստում է պատկանելիության զգացումի ամրապնդմանը։ Այսօր Spark-ն արդեն հաստատուն ներդրված է պետական երկու կառույցներում՝ ֆինանսների նախարարությունում և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունում։ Մրցանակները ստանալու համար բեմ եմ հրավիրում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Եսայանին, ով արդեն ինչպես տեսանք Spark նորարարական հարթակի միջոցով կառավարման այս տեսական քննարկումները վերածել է արդյունավետ գործիքի մոդելի, և քանի որ այս համակարգը արդեն իսկ հաստատուն գործում է պետական երկու կառույցներում, այստեղ են նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը և ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Շնորհավորում ենք պարոն Եսայանին և մեր երկու նախարարությունների ղեկավարներին, քանի որ սա միասնական և թիմային աշխատանքի արդյունք էր։ Հարգելի հյուրեր, տիկներ